Զրուցում ենք Շուրնուղ համայնքի նախկին ղեկավար Արշակ Հակոբյանի հետ։ Պարոն Արշակյան, կխնդրեի տեղեկացնեիք մեզ այսօր ինչպես է ապրում շուրնուղցին։ Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական ապատեղեկատվությունների, ինչու չէ նաև Սյունիքի որոշ բնակավայրերի տների ուղղությամբ կրակոցները։ Նախ ասեմ, վերջին կրակոցները կամ թեկուզ դրանից առաջ շուրնուղու տարածքում չի եղել, քանի որ ստեղ տեղակայված է սահմանապահ զորքը, հակառակողում նույնպես, ամեն դեպքում այդ սահմանապահի համազգեստ են հաղթնում, չգիտես ով ներսում գտնվում, ինչևից է, սահմանապահ զորքը որտեղ տեղակայված է, այնտեղ կրակոցներ չի լինում, կրակոցներ հիմնականում լինում են այնտեղ, որտեղ որ մեր բանակի համազգեստներն են լինում, թեկուզ ասենք այդ պայմանագրայինները, ստեղ նորմալ է, կրակոցներ չի եղել, ժողովուրդն էլ առօրյա կյանքով գարուն է, հողագործությամբ է զբաղվում, ով մի երկու անասուն դեռ ունի, փորձում է նորից շատացնի, ով չունի, ուզում է ունենա, այս կարգավիճակն է։ Այսինքն տրամադրվածությունը ժողովրդի մոտ, շուրնուղցիների մոտ մնում է հանգիստ, իրենց առօրյա բնականon աշխատանքով։ Անփոփոխ, այո, որտեղ էլ Բեթարից ազատ է արդեն, այն տեսան, որ գյուղի կես տվեցին այս մարդիկ, դրանից հետո ինչ պիտի լինի։ Դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ։ Մանկապարտեզ չունենք, ունենք այդ մանկական ոնց է Նախակրթարան։ Նախակրթարան, այդպես ասած, այնտեղ չէ, բան առանց սնունդի մի քանի ժամով երեխաներին, այդ նախադպրոցականներին, փոքրերին այնտեղ են տանում, դպրոցը նորմալ աշխատում է, ուսուցիչները եւ Կապանից եւ Գորիսից, նույնիսկ այդ ձմռան օրերին արտաճանաչներ կայանում էին, դասերը չի խափանվել։ Ուղիղ թշնամու նշանակետի տակ ապրելով, ինչ է զգում այսօր շուրնուղցին, ձեր ասած այն մի հատվածը, երբ որ մի քանի տարի առաջ իշխանությունների թեթև ձեռքով փոխանցվեց Ադրբեջանին։ Եղբորս մի խոսք ունի, ասում է կայուն մանթրաշ վիճակում ենք։ Շուրնուղցիների մոտ այս պահին ամեն ինչ նորմալ է։ Ну, այսպես ասած էլի։ Իսկ գյուղում հիմնականում երիտասարդներն են, մեծերն են, ովքեր են հիմնականում բնակվում։ Գյուղը ընդհանուր առմամբ ասեմ ինքը երիտասարդ գյուղեր, ծաղկողը մեր բանակից եկածներն են տեղափոխվել, մի մասը Կապան, մի մասը Գորիս, որտեղ զբաղմունք չկա, անելու բան չկա, տեղափոխվել են, որոնք ամուսնանում են, տենց այնքան որ երիտասարդները կարելի է ասած գյուղից հեռանում են, եթե ոչ բոլորը հեռանում են, Երևանում կան, աշխատում են երեխեքը, արտերկրում կան, էլի աշխատում են։ Բայց կարելի ասել մեծ մասը Սյունիքի սահմաններն է պահպանում, չէ՞։ Այո, ասենք Աստված չանի, ինչ որ եթե մի հատ նորից պետք է հավաքվենք, այդ տղեկին ես լավ գիտեմ, ինչ ջոկատում են եղել, ընդամենը մի 2-3 ժամվա մեջ կլինեն այստեղ։ Անչափ շնորհակալ եմ, պարոն Արշակյան ջան։ Հիշեցնեմ, որ զրուցում էինք Շուրնուղ համայնքի նախկին ղեկավար Հակոբ Արշակյանի հետ։